Հայտնի է, որ ամենահին քաղաքակրթությունները աշխարհում Եգիպտոսն ու Շումերը սկսվել են 5000 տարի առաջ։ Իսկ սա եղել է 7500 տարի առաջ, կրկնում եմ, հզոր եւ զարգացած աստղադիտարան, այսինքն եղել է բարձր գիտություն։ Ակադեմիկոսի առաջ քաշած տեսությունն սկզբնական շրջանում կասկածի տակ դրվեց։ Սակայն տարիների ընթացքում ավելի եւ ավելի շատ մասնագետներ համաձայնեցին նրա հետ։ Իդեպ նրա շնորհիվ պրոֆեսոր Հոուքինսը աստղագիտական մեթոդներով հնագույն մոնումենտների թվագրման խոշորագույն մասնագետն աշխարհում հաստատեց Քարահունջի որպես աստղադիտարան լինելու փաստը, ավելացնելով, որ այն ունիկալությամբ տեղ-տեղ գերազանցում է Սթոունհենջը։ Այստեղ մի խնդիր կա, երբ տարիքի մասին խոսում ենք, քարը չի կարող իր տարիքը ասել։ Քարի տարիքը որոշվում է նրա մոտ գտնվող խեցեղենով, ոսկրանյութով եւ այլն։ Ոսկրանյութը կամ խեցեղենը կարող է շատ ավելի ուշ ընկած լինել։ Եվ հետո այսպես է, որ կարող է բավականին զարգացում ապրած մշակույթը կանգ առնել, դեգրադացվել, հետո շատ վատ որակով ի հայտ բերի ավելի պրիմիտիվ տարատեսակը, այնուհետև սրա զարգացումը նորից մեկ այլ որակ տա, եւ մենք այդ միջանկյալը, որը դեգրադացման արդյունք էր, սկսենք համարել ավելի հին։ Իսկ որքան ժամանակ է գործել Քարահունջը։ Ամենաերիտասարդ քարերը գործել են մոտ 2000 տարի առաջ, սակայն այն շարունակապես գործել է 5500 տարվա ընթացքում։ Քարահունջը հաստատում է, որ ավելի քան 7500 տարի առաջ եղել է բարձր զարգացած քաղաքակրթություն։ Ընդ որում հիշենք, որ մինչև 5000 տարի մեզանից առաջ դեռ ոչ մի քաղաքակրթություն գոյություն չի ունեցել ոչ Միջագետքում, ոչ Եգիպտոսում եւ ոչ էլ այլտեղ։ Հայաստանն իր քարերով երկրի գիրքն է, որով բան են սովորել առաջին մարդիկ։ Օսիպ Մանդելշտամ։ Իրականում, ինչ կարող էին սովորել 0.5-ից մինչև 3 մետր բարձրությամբ, մինչև 10 տոննա կշռող բազալտե քարերից, որոնք ժամանակի ընթացքում էրոզիայի են ենթարկվել եւ ծածկվել մամուռով։ Անցքերի ներքին մակերեսը շատ ավելի լավ է պահպանվել։ Աստղային երկինքը դիտելու փոքրիկ լուսամուտները անցքերը ունեն 4-ից 5 սանտիմետր տրամագիծ եւ գտնվում են հիմնականում քարերի գագաթներից 15-ից 20 սանտիմետր ներքև։ Անցքերը երկու կողմերից կոնաձև լայնանում են։ Ողորկ ասես հատուկ փայլեցված անցքերը պատրաստվել են օբսիդիանի միջուկ ունեցող թրծած կավե գործիքներով։ Հենց քարերի վրա բացված այդ անցքերն են հիմնական ապացույցը, որ քարե այս հուշարձանն աստղադիտարան է։ Եվ նրա բոլոր քարերը եզակի աստղագիտական գործիքներ են՝ արևը, լուսինը, աստղերը, մոլորակները եւ այլ երկնային աղբյուրները դիտելու համար։ Հարց է ծագում, թե արդյոք հազարամյակներ առաջ մեր նախնիները գիտեին երկրի առանցքի թեքության անկյան մասին։ Ըստ ակադեմիկոսի, այո։ Քանի որ նրանք կարողանում էին չափել արեգակի բարձրությունը, որոշել ամառային արևադարձի օրը հունիսի 22-ը եւ չափումներ կատարել ձմեռային կուլմինացիայի օրվա կեսօրին, դեկտեմբերի 22-ին։ Ընդհանրապես աստղագիտական գիտելիքների մասին եթե մենք խոսելու լինենք, պետք է ասել, որ Հայաստանում այս տարածքում աստղագիտական գիտելիքները սկսել են տարածվել հենց մի քանի հազար տարի առաջ։
Եվ դա պահպանվել նաև անվանումների մեջ, աստղագիտական անվանումների, որ մենք ունենք եզակի միայն հայերենում ծնված անվանումներ, մոլորակների անվանումներ, որ համընկնում են հին հունականի հետ, իսկ հույները փոխել են անվանումները իրենց սրանից 2,500 տարի առաջ, ինչպես ենք մենք պահպանել, կամ ով ումից է վերցել, կամ հենց մոլորակ բառը, այդ տերմինը, չէ՞ որ բոլոր տեղերում օգտագործում են պլանետա, մենք օգտագործում ենք մոլորակ։ Հինգ մոլորակ է հայտնի եղել, եւ նրանք ունեցել են իրենց հին հայկական անունները։ Մերկուրի կայծկլտուն, Վեներա լուսաբեր, Մարս հրատ, Յուպիտեր լուսանթակ, Սատուրն երևակ։ Աշխարհի ոչ մի այլ ժողովուրդ չունի մոլորակների այդպիսի վաղեմության ազգային անվանումներ։ Իրեղ են փաստեր, որոնք անընդհատ կարելի է թվել ու թվել։ Հայերս պաշտել ենք նաև համաստեղություններ։ Այդ են վկայում շումերական հին գրավոր աղբյուրները, համոզված լինելով, որ այն ինչ երկնքի վրա է, այն էլ երկրի վրա է։ Ինչ որ երկնքում է, այն էլ երկրի վրա է։ Եվ ես երբ ես նայեցի քարտեզին, տոպոգրաֆիական քարտեզին, զարմանալի թվաց այդ քարերի այդպիսի դասավորվածությունը։ Ու հանկարծ մտածի, արդյոք սա իսկապես չի կառուցված հենց այդ սկզբունքով եւ չի արտացոլում որևէ մի համաստեղություն։ Ու հենց առաջին համաստեղությունը, որի մասին ես մտածեցի, դա Կարապի համաստեղությունն էր։ Այսպիսով համադրենք Քարահունջի տոպոգրաֆիական քարտեզը Կարապի համաստեղության գծապատկերի հետ։ Տեղադրեցի ուղղակի ապշեցուցիչ համընկավ։ Նմանությունն ակնառու է եւ անվիճելի։ Միգուցե Քարահունջը կառուցվել է հենց այս համաստեղության նմանությամբ։ Միգուցե։ Սրանք շատ են, ուղղակի շատ են զուգադիպությունները, որպեսզի սրանք պատահական համարեն, դա չի կարող պատահական լինել այսպիսի զուգադիպություններ։ Անկասկած, աստղադիտարանն իր այժմյան տեսքով մեզ վկայում է Այբուբենի, գրավոր խոսքի առկայության, թվերի, մաթեմատիկայի, ինչպես նաև կայուն պետականության ու կարգ ու կանոնի մասին շատ հազարամյակներ առաջ։ Կա եւս մի հետաքրքիր փաստ։ Սթոունհենջից մինչև Գիզա, այսինքն եգիպտական բուրգեր, եւ Սթոունհենջից մինչև Քարահունջ բացարձակ նույն հեռավորությունն է։ Այսինքն այս 3 հուշարձանները իրար հետ կազմում են հավասարասրուն եռանկյուն։ Իրապես, Քարահունջի եւ այլ հին մոնումենտների միջև նմանության անվիճելի փաստեր կան։ Քարահունջը ոչ միայն արտաքին տեսքով է նման Անգլիայի քարե մեգալիթյան կառույցին Սթոունհենջին, այլև Սթոունհենջն ունի կենտրոնական շրջաններ, քարողիներ դեպի հյուսիս-արևելք, ինչպես Քարահունջը։ Սթոունհենջն ու Մեծ բուրգը կառուցված են Քարահունջի լայնության 39.5 աստիճան, մոտավորապես 10 աստիճան տարբերությամբ, ինչը վկայում է, որ հնագույն մոնումենտները կառուցվել են հատուկ ընտրված լայնությունների վրա։ Միթե սրանք պատահական համընկնումներ են։ Շոտլանդիայում կա մեր Քարահունջի պես Քարահունջ, բայց 3 անգամ փոքր։ Եվ իմիջայլոց կոչվում է քալե նիշ, այսինքն քարե նիշ, քարե նշան, հայերեն։ Եվ այդտեղ շատ հայերեն բառեր կա։ Այդ կղզին, որը վրա դա կա, կոչվում է Լուիս, այսինքն լույս, եւ այլն։ Այդ շոտլանդական քարենիշը դրված է Քարահունջից 16 աստիճան դեպի հյուսիս։ Իսկ 16 աստիճան դեպի հարավ գտնվում է եգիպտական ամենահին արևի տաճարը եւ աստղադիտարանը ամենահին եգիպտական։ Եվ այլն։ Հիմա գիտեք ինչ թվերը
այնպես բան են, եթե համընկնում է, ասենք 2 թիվ, 3 թիվ, կարելի է ասել եւ որ միգուցե դա պատահական